Ընկերներ, թույլ տվեք սկսել մեր հերթական հանդիպումը պարախոսությունների շարքում։ Այսօր պետք է սովորենք 12 ոտք պարը։ Եվ ձևաչափը այնպիսին է, որ խոսում ենք պարի մասին, խոսում ենք մշակույթի մասին, 20, 30, 40 րոպե, սովորում ենք պարի շարժումները, 20, 30, 40 րոպե, նայած երբ նայած ոնց, պարում ենք մեր ազգային պարերը մի ժամ, ժամ ու կես, և այս անցած անգամից մտցրել ենք նոր ձևաչափ, վերջում իրար հետ մի բրդուճ բան պետք է ուտենք, հաց ու պանիր, հաց, պանիր, կանաչի։ Կանաչին լվացել է Անահիտը, տարել է մեր գրասենյակ, չորացրել է, հանգիստ և վստահ կարող եք բրդուճ անել ուտել։ Գիտեք, միասին հաց ուտելը, հաց ուտելու շնորհքը հայ ժողովրդի մեջ հին արմատացած արժեքներից մեկն է և պատկերացրեք դա առհասարակ մարդ էակի կենսաբանական ամենաառաջնային պահանջներից մեկն է։ Եվ եթե դուք կարողանում եք, մարդ արարածը կարողանում է իր առաջնային պահանջը, բնազդը կարգավորի, մշակույթ հաղորդի, դա իրեն ավելի գեղեցիկ է դարձնում կյանքը։ Այսինքն հոմենք մենակ միս ու ոսկոր չենք, մենք մշակութային տեսակ ենք, մենք մշակութային մարդ ենք։ Շնորհակալություն։ Միքայել ջան, այդտեղ մի հատ փայտ դիր դուռը չփակվի, էլի։ Ձախ կողմում է։ Հաց ուտելու կարգը պապս ասում էր սենց է։ Ընտանիքը պետք է բոլորը հավաքվեն, երբ որ բոլորը ներկա են լինում, նոր սկսել հաց ուտել։ Այսինքն չպետք է ով շատ սոված է ինքը սկսի ուտել։ Պետք է սպասեք, բոլորը գան, սա ընտանիքի, սա գերդաստանի դրվածքներ, որ բոլորով նստում են հացի, սպասում են բոլորը գա և ամեն մեկը սենց իրանը չի քաշում, ես սոված եմ, ես սկսեմ, ես համովը վերցնեմ, ես ես անեմ, ես են անեմ։ Այսինքն կենսաբանական օրգանիզմի առաջնային բնազդը կարգավորելը և կառավարելը մարդկային վեհագույն արժեքներից մեկն է։ Հիմա և դա նաև մտերմացնում է մարդկանց։ Դրա համար ուզում ենք ձեզ հետ մտերմանանք, ձեզ հետ հրավիրում ենք դասից հետո հաց ու պանիր ուտելու։ Մենք պետք է կարողանանք այդքան բաց լինենք, պարսիր լինենք, որ կարողանանք իրար հետ մի բրդուճ բան ուտենք։ Սրա խորհուրդը սա է, մի մեծ բան չի, խորոված չենք տալիս, հաց ու պանիր է մեր ունեցածը։ Դրա համար խնդրում եմ մինչև վերջ մնալ, 10-ին նստում ենք հացի, ես հասկանում եմ, ինչ-որ մարդիկ կասեն, թե 10-ը ուշ է, ես իմ, չգիտեմ, և այլն, բայց 10-ին մի բրդուճ մենք արժի որ նստենք իրար հետ ճաշակենք։ Հիմա պարի մասին, 12 ոտք, 3 ոտք, 6 ոտք, առհասարակ մենք ասում ենք երբեմն պարաքայլի տեսակին, երբեմն բուն պարաքայլին, օրինակ ունենք Ալաշկերտի 3 ոտք պար, որի մեջ ունենք 3 տեսակ շարժում, այսքանը համարվում է 1 ոտք, սա համարվում է 2-րդ ոտքը, սա համարվում է 3-րդ ոտքը, բայց կան նաև պարեր, որտեղ բուն հենց մի հատ քայլն է համարվում ոտք, որը 12 ոտքն է, ինչպես որ այսօր պետք է պարենք, սա է, ով չգիտի այս պարը,
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 13, շատ լավ։ 13 հոգի չգիտի, ով վստահ չի, որ ճիշտ գիտի։ Այն չիմացողները չբարձրացնեն։ 2, 3 հոգի, 4 հոգի, 5, 6, 7, 11, 7, 8, 19, 20 հոգի։ Այսօր 20 հոգու լավություն կանենք։ 20 հոգին կսովորեն 12 ոտքը եւ իհարկե առավել կարևոր է ոչ թե պարաքայլերը անել, այլ առավել կարևոր է միասին մշակութային նույն դաշտում լինել։ Հասկանում եք, սա նույն էներգետիկ հարթության վրա գտնվելն է, սա նույն հուզական վիճակի մեջ գտնվելն է, սա նույն վերջի վերջո արժե համակարգի կրողը դառնալն է։ Սա չի նշանակում, որ մենք բոլորս պետք է մեկ դեմք ունենանք եւ դառնանք բոլորս անդեմ մարդ, բայց նշանակում է, որ մենք պետք է ունենանք այնքան նման, այնքան նույն արժեքները, որը մեզ կկապի իրար ու մենք չենք ուզենա մեր բախտը եւ ճակատագիրը փնտրել Կանադայում դիցուկ կամ Ֆրանսիայում կամ Ռուսաստանում հայ ժողովրդի երևի 70%-ը Հայաստանից դուրս է ապրում այնտեղ էլի խմորվում են ինչ որ պահպանում են բան բայց հայ ժողովրդի հայրենիքը Հայաստանն է Եվ մենք ի վերջո մի օր պետք է խմբվենք բոլորով Հայաստանում։ Եվ այս պարերի հիմնական արժեքը դրա մեջ է։ Այսինքն շարժումներով ոչ մեկի չեք զարմացնելու։ Ձեզանից սիրուն շարժումներ անող կան, ձեզանից ճկուն շարժումներ անող կան, ձգված, գեղեցիկ, ձեզանից բարձր թռնողներ կան, դուք շարժումներով մարդու չեք զարմացնի։ Դուք կզարմացնեք մարդկանց ձեր միասնականությամբ եւ նույն բանը բազմապատիկ անգամ անելով ու չհոգնելով։ Նույն բանը բազմապատիկ անգամ անելով եւ դրանից հաճույք ստանալով ու մեկտեղվելով։ Ճիշտ է նուրի։ Հիմա արժեքը սրա մեջ է։ Շարժումները երկրորդական բան են։ Իհարկե միստիկ առումով մենք մտածում ենք նաև, որ շարժումները եւս կարևոր են եւ շարժումները իրենց հերթին եւս բերում են այդ հոգեվիճակի մեջ։ Այսինքն այլ տիպի շարժումներ միասնական անելով մենք նույն վիճակի մեջ չենք հայտնվի։ Այսինքն մենք չենք կարող լատինական պարեր ապրել, լատինոամերիկյան պարեր ապրել, բոլորով միասնական, կասկադում հավաքվենք 5000 հոգով լատինոամերիկյան պարեր ապրենք եւ հայտնվենք այն հոգեհուզական դաշտում, որի մեջ կհայտնվեինք ազգային ավանդական պարեր ապրելու միջոցով։ Այսինքն շարժումները եւս կարեւոր են։ Ուղղաձիգ զսպանակավոր շարժումները եւս կարեւոր են։ Հայոց լեզուն եւս կարեւոր է։ Իր տատանումները, հնչյունները, լսողությունը, իրանք ամեն ինչը կերտում են մեզ։ Մեր երաժշտական գործիքները, նոտաները, հայկական երաժշտությունը եւս ազդում է մեր վրա եւ մենք դառնում ենք ավելի ոնց ասեմ, հայոտ։ Հայեցի։ Հա, ավելի sense հայեցի ենք դառնում։ Ինչքան շատ եք այդ բաղադրիչները գումարում իրար, ինքը հանրագումարային վիճակում ոնց որ ավելի բազմապատիկ արդյունք է տալիս։ Սենց 12 ոտքը, որ այսօր սովորելու ենք, ինքը Ալաշկերտի շրջանի պարերից է։ Ալաշկերտցիները շատ բարդ ժողովուրդ են եւ սենց շատ պարեր ունեն Ալաշկերտի Քոչարին, 3 ոտքը, որոնք շատ բարդ պարեր են, անընդհատ փոփոխական պարեր են եւ Ալաշկերտցիները իրենք եւս շատ փոփոխական մարդիկ են, երբեմն նաև խաբուսիկ, իմ կեսը Ալաշկերտցի է, Տիգրանուհի ջան, դրա համար sense փոփոխական կիսվում բան անում, sense անընդհատ, ու sense իրանք փոփոխվում են, բան են անում, կռվարար են Ալաշկերտցիները։ Մի հատ կիսակատակ բան կար, որ ասում էին, որ եթե ուզում էին միտեղ թուրքական գյուղը գաղթեր, կողքը Ալաշկերտցի էին բնակեցնում։
Այս ալաշկերտցիները գնում կռիվ էին անում, ջրի ճամփեն փակում էին, անընդհատ ինչ-որ sense վիճակներ էին ստեղծում, թողնում գնում էին թուրքերը։ Ու ալաշկերտը բացառապես հայերով բնակեցված շրջան ա եղել, ինքը եւ իր գյուղերը։ Հիմի ալաշկերտցիները այդպես են։ Հիմի մի խոսքով սա ալաշկերտցիներն են։ 12 ոտքի մասին ընկերներ շատ տեղեկություններ չունենք։ Մենք ունենք այդպիսի բազում բարեր, որոնց մասին տեղեկություններ չունենք եւ իրենց բովանդակությունը խորքային չունենք, որովհետեւ դա կորսված է։ Կամ ուղակի մարդիկ իրենց ժողովրդական արարողությունների, հարսանիքների, բաների դեպքում ապրել են սենց անընդհատ։ Ու ինքը էջմիածին չի, որ ես ասեմ, այ եթե մենք ապրեինք էջմիածին, ու էջմիածինը իր տակ բովանդակություն ունի ինչ որ ինքը քոչարիներ չի, 12 ոտքի մասին շատ տեղեկություն չունենք, գիտենք որ իրեն ալաշկերտցիներն էին ապրում, ունի երկու մաս, դանդաղը եւ արակը, եւ այս երկու մասերն էլ այսօր սովորելու ենք, դանդաղը հեշտ է, արագը մի փոքր դժվար։ Եվ ունենք նաեւ շատ բառեր, որոնք առհասարակ մենք չգիտենք։ Տեսեք, կենցաղը փոխվում է եւ այս բառերը գործածությունից, կիրառությունից դուրս են գալիս։ Եվ անհրաժեշտություն չկա, ոնց որ դա պարելու չի առաջանում։ Պատկերացրեք, դուք ձմեռը ձեր շորերը փոխում եք, ամառային շորեր չեք հագնում։ Եվ նույնն էլ ամառը ձմեռային շորեր չեք հագնում, սա բնական վիճակ է։ Եվ երբ որ ալաշկերտցիներին բերում ես Երևան, իրենք քիչ-քիչ դառնում են երևանցի եւ ալաշկերտի մշակույթը սկսում են մոռանալ։ Այսօր Երևանը բնակչությունը 1.5 միլիոն է եւ շատ քչերն են եւ վերջի եկածներն են, որ իրենց բնակավայրերից ինչ որ բան են հիշում։ Պատկերացրեք հայ ժողովրդի մշակութային վիճակը հայկական լեռնաշխարհում, որտեղ կան տարբեր մշակութային շրջաններ ու որտեղ մարդիկ ունեն տարբեր սովորություններ, տարբեր կերակրատ տեսակներ, ասեղնագործության տարբեր տեսակներ, տարբեր պարեր, տարբեր երգեր, տարբեր հեքիաթներ, տարբեր կենցաղային մշակույթներ եւ այս մարդկանց երբ որ բոլորին միտեղ ես լցնում, հիմա ինչ պետք է լինի, որ մշակույթն է հաղթելու, ամենաակտիվն է հաղթելու, ամենադոմինանտն է հաղթելու ինձ թվում է, կամ բոլորն էլ վերանալու են քաղաքային միջավայրում, էլի։ Այսինքն մենք ես մի հատ պարագետ գիտեմ, Թոմ Բոզիկյանը ինքն ասում էր ես 300-400 պար գիտեմ։ Գինոսյանը մոտավորապես այդքան պար ուներ գրառած, մի մասը գործածում ենք, մի մասը չենք գործածում։ Բայց այս 400 պարը ես գիտեմ մոտ 120 պար, բայց ես գիտեմ թե մոտավորապես ինչքան չգիտեմ, մասունքի պարերից ահագին չգիտեմ, հասկանում եք, համշենական պարեր կան, որոնք չգիտեմ, եւ այս 300 պարերը պայմանական թիվ եմ ասում, որ կա, երբ պետք է հասցնեք պարեք, դիցուք ձեր հարսանիքն է, 300 հատ պար չեք հասցնի պարեք, ու պատկերացրեք մեր ժողովուրդը իր տարբեր մշակութային շերտերում ունեցել է հարսանիքի պարեր։ Հիմա Սասունցին ունի իր հարսանիքի պարը, Կարինցիներն ունեն իրենց, ալաշկերտցիները իրենց, սեբաստացիները իրենց, պարսկահայերը, Փերիայի հայերը, Ուրմիայի հայերը իրենց ունեն ու էլի տարբեր։ Հիմա երբ որ այս բոլոր մարդիկ միտեղ են ու ձեր հարսանիքն է, արդյոք որ հարսանեկան պարը պետք է պարեք։ Ոչ մի բան, ռաբիս, հոպ, հիմա սա ոնց որ այսպիսի մի հատ վիճակ է ու հիմա Երևանում, որ մենք սովորում ենք պարեր ու տարածվում են այս պարերը, սովորաբար ամենաակտիվներն են պարվում, այսինքն խոսքը մոտ 40-50 պարերի մասին է, որոնք սենց անընդհատ պարվում ու շրջանառվում են, բայց են մնացած 250-ը չեն պարվում, իհարկե կան մարդիկ, ովքեր գիտեն, կան արեստավարժ մարդիկ, խմբեր, որոնք պարում են եւ այլն, ունեն իրենց բանը, բայց չեն պարվում այդքան շատ։ Ջուրջինա պարը ով գիտի։ Մի քանի հոգի։ Մնացածը չգիտեն եւ ջուրջինան օրինակ ամենտեղ չի պարվի, էլի։ Հիմի սենց է վիճակը։
Բայց այս 40-50 պարը, որ մենք հավաքվում ենք ու պարում ենք, շատ լավ է, որովհետև մենք այդքանը միջինացրել ենք։ Եվ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր շրջանը դրանից ավել պարեր չի ունենում։ Սասունցիները 40 հատ պար չունեն։ Սասունի շրջանը իր բուն վիճակում ենթադրենք 1869 թվականին սասունցիները 40 հատ պար չեն ունեցել։ Հիմա սասունցիների ժառանգները Հայաստանում են, Թալինում են, իրանք ունեն, չգիտեմ, իրանցից հայտնի է 10-15 պար երևի, սենց 40 հատ պար չունեն։ Մի պատկերացրեք, մենք հավաքական հայ ժողովրդով գիտենք 40 պար։ Գրում ես խատուտ, նշումներ ես անում։ Հարցեր ունեք։ Կարելի մի հարց։ Իհարկե։ Իսկ ասենք 300 պար է, իրանք շատ են տարբեր իրարից, թե ինչ-որ ընդհանուր էլեմենտներ կան։ Ընդհանուր կան եւ կա որ շատ տարբեր են։ Շրջաններն են իրար տարբեր։ Շրջանների պարերը ունեն ընդհանուր դիմագիծ, ասենց ասած։ Կարինցիների պարերը իրար նման են։ Սասունցիների պարերը իրար նման են։ Պարսկահայերի պարերը իրար նման են, բայց պարսկահայի ու համշենի պարերը այդքան շատ իրար նման չեն։ Իրանց ընդհանրությունը զսպանակների մեջ է։ Հայկական մշակույթի հիմքը, պարային մշակույթի հիմքը զիստավոր կամ զսպանակավոր շարժումներն են։ Բոլոր պարերի մեջ ունենք զսպանակներ, ներքևից վերև ձգվող ուղղաձիգ զսպանակները։ Բայց մեկի մոտ սա է, մյուսի մոտ սա է։ Ջուրջինան Խարբերդի շրջանի պարը գրառել ենք իրեն Թոմ Բոզիկյանից մոտ 10 տարի առաջ, երբ որ ինքը այստեղ էր ու սենց պարերի փոխանակում ենք արել, մենք իրեն պարեր ենք սովորացրել, ինքը դենց էր անում, ինքն էլ մեզ սովորացրել է, Կարինին ուրիշ պարեր էր սովորացնում, մենքին ուրիշ պարեր էր սովորացնում։ Իրանից որ գրառել ենք, տեսանյութում ինքն ասում է, որ այս պարը նշանակում է խենթ պար։ Էլի այդքան շատ տեղեկություն չունենք։ Այո։ Տարարամ դիրիրամ ռամ տարարարամ տամ տարամ դիրիրամ տարարարիրիրամ տարամ դիրիրամ տամ տարարամ դիրիրամ ռամ տարարարամ տամ տարամ դիրիրամ տարարարիրիրամ ռամ տամ դիտիտամ տամ Ուրիշ Բայց չպարասնեք էլի Հավաքվեն հարսանեկի ժամանակ տարբեր տարածաշրջաններից եւ գյուղը կամ ժողովուրդները համայնքային բարերն են, չէ՞։ Ես միշտ մտածել եմ, որ համայնքային ասելով հենց այդ տարբեր տարածաշրջաններին գոնե մի քիչ ասած համախմբող ինչ-որ բարեր ունեին, որ գիտեին բոլորը։ Սխալ եմ հասկացել։ Տեսեք, տարբեր տարածաշրջանի մարդիկ կարող է իրար երբեք չհանդիպեին։ Ուրֆացիների 90%-ը ես համոզված եմ, որ արցախցի չեն տեսել կյանքում։ Երբեք չեն տեսել։ Պատկերացրեք ինքը կենցաղում ոնց պետք է լիներ։ Ուրֆայից, Սեբաստիայից Արցախ հասնելու համար ձիով ինչքան ժամանակում կգնաս։ Այնտեղից երևի մի 1000 կիլոմետր է։ Այսինքն պետք է գնալ։ Այս 1000 կիլոմետրը, եթե ձիով օրինակ գնաս օրական 50 կիլոմետր, որ ձիթ չսատկի դու էլ հանգստանաս, մի 20 օր պետք է գնաս, լավ 15 օր գնում ես, շատ ես քշում։ 15 օր պետք է գնաս, եւ 15 օր էլ պետք է հետ գաս, 1 ամիս։ Եթե դու 15 օր մի ամիս ծախսել ես, դու այնտեղ մի օր չես մնա, դու այնտեղ կարող է մնաս 2 շաբաթ, 3 շաբաթ, ոնց որ սովորություն է կար, չէ՞, հյուրընկալության մեջ, որ երրորդ օրը նոր հարցնում էին, թե խի ես եկե, ինչ գործ կա։ Մի երկու օր թողնում էին հանգստանալ, ոնց որ չէին ամոթ էր հարցնելը, թե խի ես եկե մեր տուն։ Այստեղ որ դուռը թակում են հիմա, բացում ես, ասում ես, այո։ Մի անգամից էլի ինչ կա, կամ չես բացում, դռան հետևից ես հարցնում, այո, ով է, ինչ եք ուզում։ Բայց ավանդական բանի մեջ, եթե մարդու տունը մարդ է գալիս,
մտնում անես, բացում են, նստացնում են, ասում են սուրճը սկզբից, թե հացից հետո, կերակրում են բան, երրորդ օրը, ավանդական մի 19-րդ դարում նոր հարցնում էին, թե ինչի եք եկել, ու չէին հարցնում հենց տենց էլի, ինչով օգնենք, ավելի մեղմ, հիմա այս Հայաստանի բնակչությունը իրար հետ չէր շփվում, այս չշփվելու վկայությունն են մեր հազարումի բարբառները, որովհետև ճանապարհները փակվում էին, Հայաստանը լեռնային երկիր է, մենք ունենք լեռնաշղթաներ, աչից, ձախից, սենց իրարից կտրող բան, էլի, եւ այդ շրջանում դուք պետք է լինեիք կամ առևտրական, որ անընդհատ ճամփորդեիք, կամ պետք է լինեիք էլիտա, այսինքն քահանաներ, իշխաններ, գյուղացին իր այս աշխատանքային ցիկլի մեջ ինքը երբեք չունի 2 ամիս ժամանակ, որ կարա չաշխատի, այսինքն աշունը գնաց մնալու է բքի տակ, մեռնի, չի հասցնելու հետ գա, երբ որ դաշտը հավաքել է, ամեն ինչ նարել է, գարնանը չի կարա, որովհետև գարնան յուրաքանչյուր օրը հաշված է, սպասում է անձրևը կտրվի, որ հենա, հերս տունը սպասում է անձրևը կտրվի, որ կարտոֆիլը ցանենք, ասում է անձրև է այսօր, հենց անձրևը կտրվեց, պիտի ցանես, կորավ շրջանը, եւ այս մարդիկ իրար չէին տեսնում, եւ համայնքային պարը գյուղի մասն է խոսքը, գյուղն է համայնքը ամբողջական, ոչ թե հայ ժողովուրդն է ասենց շուշպար բռնում, այլ գյուղն է բռնում։ Եվ այս համայնքային պարերը սովորաբար այնքան հեշտ էին լինում, որ տարբեր շրջանի մարդիկ կարողանում էին պարել նաև։ Այսինքն գյովնդի նման կա օրինակ ասմարը, չէ՞։ Տարարարիմ, նույն գյովնդն է, ոնց որ երկու տակ գյովնդ լինի, այս ճոճվելու փոխարեն անում ես ես։ Կա ցորեն եմ ցանելը, տամ, առաջ հետ։ Ու այս հեշտ պարերը հենց այդպես ներառական պարեր են։ Այսինքն եթե կասկադում պարում ես ճապոնացիները կարող են գան մտնեն շարք, այդ համայնքային պարերի իմաստն է, որ նաև քո մյուս մարդիկ կարողանան մտնեն ու պարեն ու չխանգարեն։ Բացի այդ բոլորը չի որ պարում էին։ Ոնց է հիմա էլ կան երաշտական լսողություններ, ռիթմի զգացողություն ունեցողներ ու չունեցողներ։ Դիցուկ նույնն էլ այն ժամանակ, պարտադիր չէր որ բոլորը պարեին։ Հարցեր։ Այո։ Չկա։ Այսինքն որևէ տոնական կամ ծիսական դաժե չգիտեք։ Չէ, օրինակ նայեք, սասունցիները այդ շրջանի 10-15 պարն է եւ ամեն շրջան չի, որ sense միֆական բովանդակությամբ պարեր ունի։ Հա? Ամեն շրջան չի, որ այդ քրմերը կան կամ այդ քրմական դասը ինքը որ պարել է, դա քրմերին է պատկանը, դա սասունցիներին չի պատկանը։ Ենթադրենք Աշտիշատում Անահիտ Աստվածուհու տաճարը որ կար, ընդեղի քրմերը պարել են օրինակ ինչ-որ մի պար, չէ՞, դա ժողովուրդը չի իմացել։ Ու մի հատ գյուղացի մարդ պարեր կբռնեին կվառեին քրմերը։ Ոտը կտրեին, որովհետև ինքը իրավունք չունի քրմական դասի բանանի։ Դրա ասենց շատ թույլ տարբերակը պատկերացրեք, հիմա ուզենակ 5 հոգով պատարակ մատուցեք։ Քահանաները կգան ձեզ հերձվածող կհամարեն, դուք աղանդավոր եք, դուք իրավունք չունեք եւ այլն եւ այլն։ Հիմա քանի որ աշխարհիկ երկիր ենք, ձեզ բան չեն անի, բայց 100 տարի առաջ քարկոծելով կսպանեին ձեզ։ Հիմի քրմական դասի պարերը իրանք հենց այդպիսինն են։ Այսինքն դա քրմերն են պարում։ Այո։ Այդքան շատ վստահ չեմ, Հասմիկ ջան։ Այդ փոխանցվել է։ Եթե քահանա է, ես իրավունք ունեմ պատարակ մատուցելու։ Դրա մասին է խոսքը։ Ես իրանցի շարունակություն ունեմ, իսկ երբ որ ինչ-որ բանի մասին իրավաբանությունը չգիտենք, որպես արի ներկայացուցիչներ հնարավոր է արը վերլուծել առանց որևէ ինֆորմացիայի դրա մասին, այսինքն այդ առաջին շարժումներով որոշակի վերլուծություն անել ու բովանդակություն հավաքել էլ իրաշ։ Տես, պարերի միահակին մասը կա, որ հենց այդպես են։ Այսինքն օրինակ, որ պարում ենք
Գորանի պարը ասում ենք օրինակ պարսկերեն գոր բառից կարա լինի, գերեզման բառից ու ինքը սենց սգո բանի պարա։ Ասում ենք գուր բառից կարող է լիներ, գուրը այն քարծակ քարն էր։ Չէ, պարսկերեն է։ Գիտեմ։ Գերեզման բառ։ Գուրը, հա, այո, գուրը օրինակ այն քարն է, որի մեջ ջուր էին լցնում, կամ բանը չաթմա զարգել եւ այլն։ Այսինքն սենց կապում են լեզվաբանական ինչ-որ բաներ են գտնում ու սենց փորձում են բան անեն, էլի։ Բարի շարժումներով հասկանալ բոլոր կա չէ, օրինակ ձախ շարժումները։ Մոտավոր, այսինքն ձախա գնում, ուրեմն իմանում ես թարս պարա, աչա գնում շիտակ պարա։ Բայց ասենք պարերի 90%-ը աչ են գնում կամ ավելին ու ստացվում է աչ գնացող ու ձախ գնացող մենակ դենց ինֆորմացիա ունես։ Հարվածային շարժումները ասում ենք չարխապան շարժումներ են, սենց որոշակի, մոտավոր։ Հա դե ռազմականը խփում են ռազմականա։ Մի քիչ որ շատ է լինում, Հասմիկի ասացի պես է լինում, էլի։ Օրինակ Մովսես Խորենացու վկայությունները կա ինչ որ պարերի բաների մասին, էլի։ Արտաշեսի ու Արտավազդի բան, Արտաշես առաջինի թաղման արարողության բանից ինչ որ սենց հա, էլի, սենց ինչ որ մնացած բաներ կա, հեթանոսական երգեր կան, որ սենց տարբեր պատառիկներով, բաներով փոխանցվել են։ Սկսենք, համեցեք պարելու։